Մարդկանց ցավերը ունենում են բազմաթիվ պատճառներ, մեջքացավերը, հա, երբ որ ասում ենք մեջքացավ, դրա մեծ մասը բաժին անգնում հենց գոտկային ցավերի։ Շատ տարբեր պատճառներ կան մեջքացավի համար։ Սկսած տարիքային կեսվածքի շեղումներ եւ այլ առանձնահատկություններ կառուցվածքային։ Երկրորդ, ողերի անկայունություններ երիտասարդ տարիքից սկսած, այսինքն երբ որ երիտասարդի մոտ մկանային կորսետը թույլ է, ողերը, այդ մկանները ողերին չեն պահում կայուն վիճակում, միջողային կապանները իրենց վրա են վերցնում այդ ծանրությունը ողնաշարի աշխատանքի եւ բավականին լուրջ ծանրաբեռնման արդյունքում ձևավորում են ողերի անկայունություն, այսինքն կապանը լոճվում է, ռուսերեն ռաստիժենիա, գրական հայերեն գերձգում։ Եվ արդյունքում ձևավորում է ողերի սահք, ողնասահք։ Ողը ողի վրա սահելով միջողային աճառը, այս կարմիրը միջողային աճառն է։ Սրանք մեր երկու ողի մարմինն են։ Երկու ողի մարմինը միասին իրենց միջողային աճառով եւ իրենց նյարդարմատիկով կազմում են եւ այս աղեղ ելունային հոդերով կազմում են մեկ շարժողական սեգմենտ։ Գրականության մեջ, երբ որ կարդաք մեկ շարժողական սեգմենտ, այս դետալը ամբողջությամբ կոչվում է մեկ շարժողական սեգմենտ։ Այս մեկ շարժողական սեգմենտի աշխատանքը հանդիսանում է բոլոր ուղղություններով ճոճք, այսպես ասած, կատարում է խլացուցիչի ամորտիզատորի դեր, հա, միջողային աճառը կամ դիսկ կոչվածը ինքը իրենից ներկայացնում է ուրեմն արտաքինից աճառային հյուսվածք, բավական խիտ ուրեմն ֆիբրոզ շրջանակով եւ կենտրոնում գտնվում է դոնդողանման նյութ, նուկլեինային հյուսվածք։ Եվ երբ որ այս սեգմենտը իր մկանները թույլ են լինում եւ այս սեգմենտը ամբողջությամբ բոլոր կողմերից կապաններով իրար հետ փոխկապված են։ Եվ երբ որ այդ փոխկապվածությունը մկանների թուլության պատճառով սկսում է իր վրա վերցնել շարժման ծանրությունը եւ կամաց թուլանում են կապանները, գերձգվելով, երկարելով, արդեն սկսում է ինչ անել, այդ ծանրության տակ սկսում է միջողային աճառը վնասվել եւ վնասման արդյունքում բնականաբար սեղմվում է այդ աճառը, դուրս գալով նրա միջի դոնդողանման հյուսվածքը, նյութը սեղմում է միջողային նյարդարմատիկին եւ ձևավորում է ստենոզ կամ նյարդարմատիկի սինդրոմ, տարբեր անուններով լսված կլինի կամ ճողվածք, բայց նման նյարդարմատիկի ճզման նպաստում է նաեւ այս միջողային հոդի, աղեղ ելունային հոդի կամ ֆասետային հոդի արթրոտիկ փոփոխությունները ողնաշարի տարատեսակ վերադիրքավորման, այսինքն հիպերլորդոզների պարագայում եւ կամ ծանրաբեռնվածության աշխատանքի արդյունքում կամ անկայունության պատճառով։ Այս ամենը, ինչ որ ես ձեզ նկարագրում եմ, դա շատ կարևոր, կարելի ասել կարևորագույն այն գործոններն են, որոնք նպաստում են միջողային աճառի վնասման եւ հետագայում ներվարմատիկի ճզման սինդրոմ ստանալու, այսինքն միջողային աճառի ճողված կամ գրիժա կոչվածն է, որն էլ բուժման ուշացման պարագայում հետագայում ավարտվում է ծանր վիրահատությամբ, երբեմն շատ ծանր հետևանքներով։ Վիրահատության վաղ փուլերը, եթե վաղ փուլերում կարելի է գոնե ինչ որ բարձր որակի արդյունավետություն ապահովել, շատ ավելի ուշ փուլերում, երբ որ արդեն ոտքում նյարդարմատիկի ճզման հետևանք հանդիսացող զգայունության եւ շարժման կորուստ կամ կծկող սարսափելի ցավազգայունություն է լինում եւ մի փոքր երկար դա պահպանելու արդյունքում ձևավորվում է արդեն պարեզ եւ հետագայում արդեն վիրահատությունն անգամ իզորու չէ անցկացնել այդ վնասման հետևանքները եւ այդպես էլ նյարդի զգացողությունները եւ ֆունկցիոնալությունը ուրեմն շարժողական ֆունկցիաների ուրեմն արձագանքը նվազում է եւ այդ վերջույթը նորմալ աշխատել չի կարող
հենումը դժվար է, քայլքը դժվարանում է, ոտքը գցող ոտք սինդրոմն է ձևավորվում եւ բնականաբար դրան բուժում արդեն չի ունենում, ասեմ ավելին, նույնպես ծանր դեպքերում, երբ որ ճողվածքը չափից դուրս մեծ է եւ ամբողջությամբ միջվողային այս լուսանցքը կամ ողնաշարային խողովակը ամբողջությամբ պատվում է այդ հյուսվածքով, արտափքումով, մաքրելուց հետո պարտադիր կատարում են վիրահատություն տրանսպիդիկուլյար ֆիքսացիա տարբերակով, որպեսզի այդ միջվողային սեգմենտի շարժունակությունը սահմանափակվի եւ չկրկնվի ճողվածքը հետագայում, հարգելիներս։ Այսինչի մասին, որ ես ձեզ հետ խոսում եմ, դա շատ կարևոր թեմա է, դա մեր առօրյան է, դա մեր ամենօրյա թեման է եւ դա ինչից է սկսում, վերադառնանք մեջքի ցավին եւ մեջքի ցավի կառավարում թեմային։ Մեջքացավերը վաղ փուլերում սկսվում են հիմնականում չափից դուրս երկար նստակյաց դիրքերում, այսինքն հիպոդինամիայի պատճառով, անշարժունակություն հայերեն, եւ կամ գերծանրաբեռնված եւ սխալ ու կռացած դիրքերով, ասեմ ինչի սխալ եւ կռացած դիրքով։ Կռացած դիրքը ինքնին ծանրաբեռնելու դպարակայում դա սխալ դիրք է համարվում։ Իսկ մնացած սխալ դիրքերը ոչ միայն կռացած, այլ նաեւ կողք ոլորումով, տարատեսակ հետ ճկվելով եւ այլն, դրանք նույնպես սխալ եւ դիրքեր են եւ նման դիրքերում գերծանրաբեռնելու պարագայում միջվողային աճառը վնասվում է։ Դեպքերի մեծ մասը, որ առաջին վնասումը հիշում են եւ նկարագրում, առաջին բանը, որ իրենք նկարագրում են, դա նա է, որ այ մի հատ ճտոցի ձայն լսեցի, ոտքերս թուլացավ, զգացի, որ էլ ուժս տեղը չի, չկարողացա ուղիղ կանգնել, ջղակցկեց ոտքերս, մեջքս սարսափելի ցավեց եւ հազիվ ինձ տարամ պարկասրեցին։ Եվ այդ նկարագրությունը դեպքերի 60-70%-ի մոտ է, ովքեր կտրուկ ծանր աշխատանք կատարելու ժամանակ կտրուկ ձևավորում են միջվողային աճառի ճողվածք կամ գրիժա, դիսկի, հա, դիսկ չենք ասում հայերեն, բայց քանի որ ձեր ականջին գրիժա եւ դիսկ բառերը միշտ ավելի հարազատ են թվում, ես ամեն անգամ երբ որ ասում եմ միջվողային աճառի ճողվածք, աճառը դա դիսկն է, ճողվածքը գրիժան, հա, որ ավելի հասանելի լինի մեր հասարակության համար։ Վաղ ժամանակների մեջքացավերը դրանք կարող են նույնպես լինել մկանային։ Գերծանրաբեռնվածության արդյունքում, որ անընդհատ նույն դիրքով կանգնած կամ կիսա կռացած աշխատանք է կատարում մարդը։ Առաջին փուլում, եթե դրանք ուղղակի մկանները լարվելով, պրկվելով եւ մկանի կրճատման մեխանիզմի վնասման արդյունքում ձևավորում են մկանային սպազմ, տրիգերային գոտիներ եւ նախազգուշացում են ցավի միջոցով, որ այլևս իրենք չեն կարող իրենց վրա դրված ծանրաբեռնվածությանը դիմանալ, շատ ժամանակ մարդիկ ցավազրկողներով կարողանում են հաղթել մկանի ուղարկած ազդակին։ Դա գիտեք ինչի է նման։ Դա նման է նրան, երբ որ ձեզ ուրեմն մեքենայի շչակը սիգնալ տալիս է, որ դուք փախնեք ճանապարհից, որ մեքենայի տակ չընկնեք, ու բան եք անում, մեքենայի մեջ վարորդը այդ դեղի հատկությունն ունի, վերցնում է շչակի այդ լարը, հա, կտրում է, հաղորդալարը կտրում է եւ ձայնը կտրվում, այսինքն ցանկացած ցավազրկողային պրոցեդուրաներ, որ մարդիկ փորձում են ինքնուրույն, ինքնուս, ինքնագլուխ իրականացնել ցավերը խլացնելու համար, սիրելիներս, ցավը հիվանդություն չի կարելի խլացնել ցավը։ Ցավը դա երկարաժամկետ ծանրաբեռնման հետևանք հանդիսացող մկանաբորբի ազդակն է, որը քեզ զգուշացնում է, որ ինքը այլևս չի կարող դիմանալ քո, այսպես ասած, բարբարոս վերաբերմունքին սեփական առողջությանը կամ կոնկրետ այդ դիրքով ծանրաբեռնված աշխատանքին հարգելիս։ Եվ արդյունքում մենք փոխարենը հասկանանք, իսկ ինչի է մեջքը ցավում։ Եկեք պարզենք հələ մեր համար։ Եկեք գնանք մի հատ բժշկի մոտ, որը խորհուրդ կտա, իսկ ինչ անել։ Չէ, գնում է բանը, առաջի փուլում որպես կանոն բոլոր մարդիկ փնովում մեղադրում են բժիշկներին այն բանի համար, գնում ենք ասում են գումար ծախսի։ Ցես տենես դու այդ գումարը ծախսելու ես հետո, բայց մի 0 կամ 2 0 ավելի։
Միևնույնն է, չգիտես ինչի, եթե մարդը աշխատանք անում եւ աշխատանքի համար գումար ավաստակում եւ այդ գումարը ստանում է գնում է տուն ծախսելու, դա նորմալ է եւ դա այսպես հայերեն ասած կամ ոչ հայերեն ասած հալալ է, էլի մեր քրտինքն է։ Բայց չգիտես ինչի, բժշկի աշխատանքը դա քրտինք չի։ Բժշկի աշխատանքը դա պարտականություն է հասարակության հանդեպ եւ անվճար կարևոր է։ Ու չգիտես ինչի, մինչեւ հիմա մարդկանց մոտ կա այդ ստերեոտիպ, որ բժշկի աշխատանքը անվճար է։ Եվրոպայում էլ անվճար չի։ Այնտեղ ուրեմն ապահովագրական ընկերությունները մինչեւ որ մի հիվանդի բուժ սպասարկումը ապահովում են, ամբողջ տարվա ընթացքում կամ տարիների ընթացքում այնքան գումար են այդ բուժվողից արդեն տարածնում տարատեսակ հարկերի եւ ապահովագրական ծախսերի միջոցով, որ ասենք սկի 10%-ն անգամ չեն վճարում եւ դա համարում եք անվճար։ Հիմա նույնը Հայաստանում է տեղ ունեն, դա անվճար է, իհարկե ոչ։ Երբ որ դուք ձեր կյանքը կամ առողջությունը ապահովագրում եք, վճարում եք, ասենք 250,000, 300,000, 400,000 տարբեր փաթեթներից օգտվելով։ Եվ երբ որ դուք գնում եք բժշկի ու բժիշկը ձեր ապահովագրությունից է ստանում այդ գումարը, հա ինձ ձեռ է տալի։ Բոլորիս էլ ձեռ է տալի։ Եթե քեզ էլ ձեռնտու այդ տարբերակը, դա ոչ մի խնդիր չկա, բայց դա չի նշանակում, որ դու գնացիր բժշկին ու այդ այն գրպանից դրամ չանեցիր, դու անվճար ես բուժվում։ Ոչ, իհարկե ոչ։ Որևէ մեկի աշխատանքը անվճար չի կարող լինել։ Մի ժամանակ տես տպավորություն կար, բժիշկը դասատուն, ճիշիկել չեն անում, զուգարան չեն գնում, հա, տենց իրանք բան են, երկնքից են իջել։ Ու որպես կանոն, չգիտես ինչի է, եթե մնացած բոլորի աշխատանքը կարելի է, թույլատրելի է եւ մարդիկ ասում են մալադեց, տես էս ինչը թեկուզ ասենք խաբեբայությամբ ու խարդախությամբ գումար վաստակեց հարստացա, բայց երբ որ մարդը 15-20 տարի սովորելուց հետո, երկար տարիներ սովորելուց հետո աշխատում է եւ այդ աշխատը շատ ջանասիրաբար է աշխատում եւ վաստակում է իր արդար քրտինքը, չգիտես ինչի, պարտադիր ինչ փոչ ասես կպցնում են, մեղադրում են, ինչի գրագիտությունը չի սիրվում։ Մարդիկ միշտ փնտրում են բարեգործների, այդ թվում իրենք իսկ չեն փորձում լինել բարեգործ։ Իրենք երբ որ բարեգործ եք փնտրում, որ ինձ կա, ես բարեգործ եմ փնտրում լավ, որ ինչ որ բանով ինձ օգնի անվճար, ես պետք է ինձ այդ հարցը տամ, բարոյապես արդյոք դա ճիշտ է, արդյոք ես այդ մարդը պարտական է ինձ, արդյոք ես պարտական չեմ մեկ ուրիշին, արդյոք ես պիտի նույն բանը չանեմ։ Իհարկե, եթե սպասում եմ մի հունսկի, ուրեմն այդ դաշտի մոտ ամենաշատը պետք է ես ցանացել եմ թերևս, որ բարոյապես հունսկի սպասելու իրավունք եւ բարոյականությունը ունենամ։ Լավ, դա է հարցի շուրջ։ Դրա համար առաջին քայլը, երբ որ ձեր մոտ ցավ ունեք ու գնում եք բժշկի ու ասում եք գնացեք ռենտգեն արեք, մի ասեք էս ինչ մարդ էր, մեզ գցեք ծախսի տակ ու թողեք փախեք։ Ճիշտ ասում, գնացեք ռենտգեն արեք։ Ցավացող հատվածը երկու պրոյեկցիայով նկար անելուց հետո հնարավոր կլինի պարզաբանել վաղ պատանեկան պատճառներից, անգամ նու մանկական չասեմ, վաղ պատանեկան երիտասարդական ժամանակների բնական կեցվածքային շեղումներից սկսած վերջացրած տրավմատիկ փոփոխություններով եւ ֆունկցիոնալ փոփոխություններով սովորական ռենտգեն նկարով կարելի է վաղ փուլում պարզաբանել այն, ինչը գուցե ամիսներ հետո, չեմ ասում տարի հետո, գուցե ամիսներ հետո ստիպված լինեք ավելի թանկ MRT հետազոտությամբ պարզաբանել։ Ողամեղավոր որ դուք գնում եք MRT գնում են մարդիկ երկու պատճառով։ Խնդիրը ուշացնելու կամ սեփական վախերից եւ հիմար խորհուրդներ լսելու արդյունքում։ Եթե ձեզ բժիշկը չի ցուցել գնալ MRT, հիմնավորելով, որ ըստ պրոտոկոլի նման ցավերի դեպքում պարտադրված է անել MRT պարզաբանելու համար, եւ դուք ձեր անհանգստությունից եք գնացել MRT, դրա մեղավորը դուք եք, դրա իմաստը չկա եւ անհրաժեշտությունը չկա իրականում, միգուցե ձեզ հասարակ ռենտգեն հետազոտություն տար ավելի շատ ինֆորմացիա վաղ փուլում, նորից եմ կրկնում ասածս եւ շարունակաբար կրկնում եմ, եթե ինձ լսող բժիշկներ կան, կարող եք արձագանքել, եթե սխալ եմ ասում, կարող եք շտկել ինձ, ես հիմնավորեմ իմ ասածը եւ շտկեմ ձեզ։ Կրկնում եմ, եթե վաղ ցավային շրջանում MRT-ն ոչինչ ման չունի ցույց տալու, այսինքն այնպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել, որ մենք տեսնենք նյարդարմատիկի ճզում, բայց դա ֆունկցիոնալ խնդիրներ, կեցվածքային խնդիրներ, դա միայն ու միայն ռենտգեն հետազոտությունն է ցույց տալիս իրեններս։
Իսկ մերտե հետազոտությունը շատ ավելի ուշ դեպքերում, երբ որ կիսափափուկ հյուսվածքների աղեղ ելունային հոդերի եւ մնացած այդ բոլոր հյուսվածքների փոփոխությունը արդեն արկա է դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների մի ամբողջ շարք, այո, ստիպված պետք է անենք մերտե։ Այսինքն ինչ ենք անում ցավի դեպքում արդեն Հայաստանում մոդ է դարձել մի ժամանակ բանը գնում էին բուկետ էին նվիրում իրար, հիմա բուկետ են սրսկվում, հա։ Նոր բուկետի ձև է։ 3 ձևի բուկետ կա Հայաստանում։ Սեռական հիվանդությունների բուկետ, ներարկումների ցավերից ազատվելու ներարկման բուկետ եւ բանը փունջ, լավ, հայերեն ասեմ, եւ ծաղկե փունջ։ Դեպքից դեպք, ծննդից թաղում։ Շատ նման են իրար։ Հիմա հասկացաք ինչ իմաստնա խոսքը, սիրելիներս, ժամանակին դիմեք բժշկին, ծախսեք քիչ։ Անգամ քիչ առաջ ունեի մի բուժառու, որը առաջին անգամ էր դիմել։ Բնականաբար ռենտգենը փակ էր, իհարկե նախնական ըստ իր նկարագրության նկարագրում էր վաղ փուլի ճողվածքի պատկեր։ Փորձեցի, քանի որ գանգատվում էր, փորձեցի տեստով մագնիտոթերապևտիկ սարքով տեստ անեմ։ Պարզաբանելու համար։ Դա արդյոք կօգնի նրան, թե չի օգնի։ Մագնիտոթերապևտիկ սարքը 20 րոպեում կարողացավ ցավը հանել, ոտք ճառագայթող ցավը։ Հասկացա մի բան, որ վաղ փուլում է։ Բնականաբար առաջինը ուղղորդեմ ուր ռենտգեն հետազոտության։ Քանի որ հավելյալ քաշի պատճառով մենք այնտեղ ունենք արդեն սագիտալ բալանսի խանգարման կամ հիպերլորդոզի պատկեր։ Այսինքն ամեն իրավիճակ, ամեն ցավ, ցանկացած գրագետ բժշկին հուշում է մեկ բան, թե ինչպիսի ծագում ունի այն եւ ինչի հետևանք է հանդիսանում տվյալ ցավի ձևը։ Դրա համար երբ որ մարդը զանգում է, օրինակ ոնց որ այսօր զանգահարել է ինձ, ասում է ես Աբովյան քաղաքից եմ, լսում եմ ձեր դասախոսությունները եւ եթե հիմա նորից լսում եք իմ դասախոսությունը, ասում է դե ես գնացել եմ մեր Աբովյանում, ինձ հետազոտել են, բուժումներ են արել, չի օգնել, հələ ասեք տեսնեմ դուք ինչ եք ինձ խորհուրդ տալիս։ Այսքան մարդ ինձ լսում է եւ ուզում եմ հասկանամ, իսկ դուք ինչ կարաք խորհուրդ տաք մարդուն, որին չեք տեսել, հետազոտությունները ինքներդ չեք արել, բուժման պլանը ինքներդ չեք կազմել եւ այդ մարդը շարունակվում է գանգատվել, այսինքն ոչ մի բանով չեն կարացե օգնել, դուք ասեք տեսնեմ դուք ոնց եք ինձ օգնելու։ Սիրելիներս, այն որ Հայաստանում գրագիտությունը մարդկանց լքել է զուտ ծուլության պատճառով, դրա հետևանք հանդիսացող տրամաբանությունը նույնպես բացակայում է։ Անկեղծ եմ ասում, ավելի սարսափելի բան չկա, քան գրագիտության եւ տրամաբանության կատարյալ բացակայությունը։ Ասենք, չես տեսել դեպքը, որպեսզի դու հասկանաս այդ դեպքը ինչ է իրենց ներկայացնում, պետք է ներկայանա, ուսումնասիրես, նայես ինչ հետազոտություններ են արել, լսես գանգատները, շարժողական տեստ անես, հասկանաս որ դեպքերում է ցավում։ Պատկերացեք նեղացավ ու հեռախոսը դրեց, երբ որ ասեցի հարգելիս, ես գուշակությամբ չեմ կարող զբաղվել։ Ես բժիշկ եմ հələ որտեղ, սովորական շարքային խղճուկ բժիշկ։ Դեռ չեմ ասել այդ մակարդակին, որ ձայնիդ միջոցով ախտաբանական պատկերացում կազմեմ, թե ինչ խնդիրներ ունես, հա։ Իսկ chat GPT-ն էլ չի կարա, հույսներդ մի դրեք դրա վրա, խափում է ինքը։ Նույն chat GPT-ին 10 հատ հարց ես տալիս, կես բառ տարբերությամբ 10 հատ բացարձակ իրար հակասող պատասխաններ կարա տա։ Չխափնվեք։ Ինչևէ, մարդը նեղացավ ինչի համար, որ բժիշկը չկարողացավ գուշակել նրա շատ դաժան, ծանր վիճակը եւ միանգամից չսկսեց բուժում իրականացնել հեռախոսային ռեժիմով մեծ դիստանցիաների վրա։ Միթե կարելի է նման բժիշկին վստահել։ Իհարկե ոչ, ես չէի վստահել բժիշկին, որը չի կարողանում օրինակի համար հրաշք գործի։ Զանգեմ իրան ասեմ, ես գանգատ ունեմ, դե հիմա կռահի ինչ գանգատ ունեմ։ Հետն էլ կողմնորոշվի ինչ խնդիր է դա, որից հետո կողմնորոշվի ոնց ես ինձ բուժելու եւ մի հատ խնդրում եմ գնացանք ներկայացրու։ Ասենք նման տգիտության գագաթնակետն է դա, ներողություն եմ խնդրում։ Ժողովուրդ, մենք չափից դուրս շատ ենք դարձել օնլայն, հա, բայց իրականում օֆլայն ռեժիմի մեջ ենք, այսինքն
մտածում ենք on-line ամեն ինչը կարելի է անել, բայց մենք off-line ենք, կապից դուրս ենք, տրամաբանությունից դուրս, գրագիտությունից դուրս, ուզում ենք որ հարցեր լուծվի։ Չի լինում այդպես, սիրելիներս։ Վաղ փուլերում թեթև հետազոտությունից հետո, այսինքն ռենտգեն հետազոտությունից հետո բժիշկը կարող է ֆունկցիոնալ պատկերացում կազմի նույնպես կոնսուլտացիա անցկացնելով, տեստավորելով, որից հետո կարող է բուժման պլան մշակել։ Նախնական կարելի է որոշակի ցավազրկողներ նշանակել, եթե դա մեկ անգամյա ցավ է։ Իսկ եթե դա արդեն կրկնվող ցավ է, առավելևս տարին մեկ անգամ, դա արդեն գնում է դեպի բարդացում։ Իսկ եթե ցավը դառնում է տարին երկու անգամ, դա արդեն մտնում է քրոնիկ փուլ։ Իսկ եթե արդեն ամեն ամիս, ամեն ծանրաբեռնելուց հետո կամ սկսում է ցավել, թեկուզ կարճաժամկետ, դա արդեն խոսում է ծանր վիճակի մասին։ Չհետևել դրան, փորձել դեղահաբերով բթացնել այդ զգացողությունը, նշանակում է շարունակել վնասվել։ Այսքանը ես կասեմ ցավի մասին։ Դա ձեր հարցի պատասխանն էր։ Հիմա անցնենք մնացած հարցերին, հարգելիներս, քանի որ շատ հարցեր են կուտակվել։ Երաժիշտ, բժիշկ ջան, հենց նոր եմ MRT անցել, ունեմ հոդերի մաշվածություն եւ պարատրոզիաներ, մեջքի ստորին հատվածի։ Եվ նստատեղի ցավ, ինչ կարող եմ անել։ Ես չգիտեմ դուք ինչ կարող եք անել, որտեղ չեմ պատկերացնում ձեր հնարավորությունները, ես կարող եմ ձեր նկարները նայել, ֆունկցիոնալ տեստ անել, ոնց որ նոր նկարագրեցի, որից հետո բուժման պլան մշակեմ։ Այդ թվում նաև վերականգնողական բուժման, որովհետև ցավազրկողային թերապիաները երբեք ոչ մի բաղձալի արդյունքի չեն կարող հասնել։ Պետք է վերականգնողական բուժման պլանավորում անել։ Սովորաբար մենք նման դեպքերում անում ենք կոմպլեքսային ծրագիր, կինեզիոթերապևտիկ դեկոմպրեսիոն կամ ֆիքսացիոն ծրագիր, տարատեսակ ծրագրեր ունենք։ Կախված թե ինչ վիճակում եք դուք, անկայունությունն է պատճառները, ծանրաբեռնվածությունը, մկանութունությունը, քաշը, տարբեր պատճառներ կան։ Որից հետո անմիջապես կինեզիոթերապիայից հետո մտնում եք հաջորդ սենյակ եւ անցնում եք ֆիզիոթերապևտիկ ժամանակակից տարբեր մեթոդաբանություններ, ինչպիսիք հարվածալիքային թերապիա, մագնիտոթերապիա, լազեր թերապիա, տեկար թերապիա, գերձայնային թերապիա, տարբեր տեսակի էլեկտրոստիմուլյացիաներ եւ ամպլիպուլս թերապիա, ջերմային դեկոմպրեսիա ու շատ նմանատիպ բաներ, կախված թե ինչ է անհրաժեշտ անել ձեր վիճակը անհատապես թեթևացնելու համար։ Եվ նույնպես շատ կարևոր է պարզաբանել ուղեկցվող հիվանդությունները։ Իսկ ուղեկցվող հիվանդությունները պարզաբանելուց հետո շատ ժամանակ արգելքներն ավելի շատանում են եւ շատ ավելի նեղ դիապազոն է մնում բժշկին աշխատելու բուժման պլանավորումը իրականացնելու համար։ Այսքանը ձեր հարցի պատասխանն էր, հարգելի երաժիշտ, հանցնենք հաջորդ հարցին, եթե այն գրված է, հիմա նայելով կիչնեմ, ասեմ ձեզ, որ բոլորի հարցերը ես միշտ կարդում եմ, եթե ինձ մոտ երևում է, եւ 3A փոքրատար, որ շատ խնդրեմ MRT-ի պատասխան ուղարկեմ, կմեկնաբանեք, ոչ, չեմ մեկնաբանի, որովհետև MRT-ի պատասխանը իրենից ներկայացնում է ուրեմն ռադիոլոգի գրված պրոտոկոլ, բայց չի կարող մանրակրկիտ բնութագիր լինել կլինիցիստի կամ բուժող բժշկի համար, կարող է տալ մասնակի պրոտոկոլային ինֆորմացիա եւ ոչ ավելին։ Ես անձամբ միայն ռենտգեն կամ ԿՏ կամ MRT հետազոտությունները բոլոր նկարները ուսումնասիրելուց հետո է միայն, որ կարողանում եմ ձևավորել իմ անձնական կարծիքը, այլ ոչ թե ուրիշի գրածից կարծիքից կարծիք կազմել չի կարելի, պետք է պատկերից կարծիք կազմել։ Նա իր կարծիքը կազմել է պատկերից չունենալով կլինիկական փորձ։ Ես ունենալով կլինիկական փորձ բնականաբար պետք է կարծիքս կազմեմ բացառապես այն պատկերից, ինչը որ ձեր իրականությունն է նկարված MRT կամ ԿՏ կամ ռենտգեն հետազոտության մեջ։ Դրա համար խնդրել եմ, որ չուղարկեք ինձ պատասխաններ եւ չպահանջեք, որ դրանով կարծիք կազմեմ, որտեղ ուղղակի չեմ կարող դա անել։ Վերցնում եք ձեր նկարները, մոտենում եք կոնսուլտացիայի եւ ձեր հարցերի պատասխանը ստանում եք։
Այլ հարցեր, եթե այլ հարցեր չունենք մենք կամաց կվերջացնենք հիմա, հարգելիներս, հետախոսահամարս այս պահին էկրանի վրա նշված է, դուք կարող եք սկրինշոտ անել էկրանը, որպեսզի ունենաք իմ բոլոր պարամետրերը հետագայի համար եւ անհրաժեշտության դեպքում կարողանաք զանգահարել, դա իմ անձնական համարն է, հարգելիներս։ Միայն խնդրում եմ, որ չզանգահարեք գիշերը ժամը 10:30, երբ որ ես արդեն պատրաստվում եմ հանգստանամ կամ շփվում եմ ընտանիքիս հետ ու ձեր հարցերով ծանրաբեռնեք ինձ։ Համարը դրված է, բայց պետք է չգրված օրենք կա, կուլտուրայի օրենք համար 1, ժամը 9:30-ից շուտ չզանգել ոչ միայն բժիշկին, անգամ ձեր սեփական բարեկամներին։ Միայն եթե այն դեպքում կարելի է զանգել, եթե նախապես գիտեք, որ բան եք պայմանավորվել եւ ձեր բարեկամը սպասում է ձեր զանգին։ Կանոն համար 2. Չզանգել բժիշկին աշխատանքային ժամի ավարտից ամենաուշը 2 ժամից վերև, այսինքն ժամը 7-ից հետո ընդհանրապես չի կարելի զանգել մի մարդու, որի առանց այն էլ իր ամբողջ աշխատանքային օրը գերլարված ու գերծանրաբեռնված պատասխանում է ձեր նման 2-ից մինչև 5 տասնյակ մարդկանց հարցերին, ուսումնասիրում է մոտավորապես 20-ից 30 հազար, օր ա եղել 28,000 MRT ու կատե նկար եմ նայել, հարգելիներս, ու դրանից հետո այդ գերհոգնած վիճակով գնում եմ հանգստանալու, ինչ որ մեկը որոշում է, որ իր հարցը ավելի կարևոր է, քան իմ հանգիստը։ Հարգելիներս, դա նույնպես տարրական կուլտուրայի նորմեր են, որը պետք չի խախտել։ Դրա համար օգտվել հետախոսից միայն սուր անհրաժեշտության դեպքում եւ միայն աշխատանքային ժամերին։ Այդքանը, սիրելիներս, քանի որ ես այսքանով վերջացրեցի կոնկրետ ցավի կառավարման առաջին փուլ հասկացողությունը, վերջին հարցը եկավ պատասխանեմ եւ ավարտենք մեր ուղիղ եթերը։ Վիժջան գրիժա ունեմ 3 հատ, ողնաշարի ներկա պահին բուժում եմ առավոտները ահավոր ցավում է, անտանելի, ինչն է։ Քիչ առաջ հենց դրա մասին էի խոսում, գուշակությամբ չեմ կարող զբաղվել, հարգելիս։ Ինչն է հարցը, կարող եք ուղղել, երբ որ նկարներդ բերեք դնեք սեղանից, նստեմ այդ նկարները նայեմ, պարզաբանեմ ինչ բուժման պլան եք անցնում, եթե ինչ որ բժշկական կենտրոնում եք բուժում, գոնե ասեք ինչ բուժման պլան եք անցնում,